Ջրի արտահոսք հետքերով մասնավոր տունա, խրոնիկացած արտահոսքա, պատվիրատունը ստեղ արդեն փորձել է ինքնուրույն գտնի, ստեղ մի քիչ քանդրտել է, խոնավաչափով գերխոնավա, ջերմատեսիլը տես ոչինչ չհուշեց, տեսնենք ինչից է, անցնենք որոնների։ Ճնշումների անկում ունենք սառը և տաք ջրի համակարգում, այսինքն չեմ հասկանում սառը ջուրն է թե տաք ջուրն է, քանի որ մեր կաթսայի տակ փակներ չունենք, այսինքն այս դեպքում արդեն հնարավոր չի հասկանալ կաթսան ինքն իրանով ոնց որ խառնիչ է աշխատում, այսինքն ճնշում տալիս ես անհասկանալի է հիմա սառից է թե տաքից է, հեսա հասկանանք, ինքն էլ կորուստը շատ է բարակ, շատ դանդաղ անկնում։ Ժողովուրդ ջան, նույն խնդիրը, անընդհատ նույն խնդիրը, այսինքն էլի ծորակը քանդել հանել եմ ու առանց կլուչ տալու, այսինքն այս ցենտրիկը ֆռում է, դրա համար ֆումլենտ այս ծորակների, այս ցենտրիկների վրա մի կիրառեք, պակլի պաստա։ Ինչ ֆումլենտն ու իր հետևանքները, երկու այս ցենտրիկները ձեռքով ֆռում են, այսինքն ձգելու ժամանակ, ինչա տեղի ունեցել, այսինքն այստեղ էլի սաղլիկի հետևն է, այստեղից անընդհատ հոսել, չգիտեմ քանի տարի, խոնավությունը, այսինքն պատվիրատուի մոտ առաջացել է, երբ որ ջեռուցումն է միացել, այսինքն դռները սկսել է չփակվել, դա առաջանում է, երբ որ խոնավությունը հատակի մեջ լինում է, ջեռուցումը իրան պարագեներացնում ու բարձրացնում է վերև։ Մի խոսքով, այս սակը վերականգնեք, ուշադիր կառուցեք։ Դե ինչ, ճնշումները պահեց, այսինքն խցանել եմ, ճնշումները տվել եմ, խնդիրը միայն այդ հատվածից էր։ Ուշադիր